Պարոն Մխիթարյան, ուրեմն Արցախը հանձնել են ձեր հաղորդման սկզբում գովացած նախագահները այն ժամանակ մի կնդադեք դուք որ խոսում եք ես չեմ ընդդադել մի խանգարեք իր մի րոպենա տեսեք դուք որ խոսում եք ես հարգանքի ցուցաբերում աջում եմ որ ես կարող դուզի չարգես հանգիստ ուրեմն լսե ինչ Չէ, սպասեք, մի րոպե դուրս գալ քաղաքում բան կալ ուրեմն ուշադիր լսեք քեզ ինչ կսե Հարգեք Հայաստաներ եկեք հետո հանձնեցիք Արցախը Երբ գյումրեցիները փող կուտայնոր Ղարաբաղ չծառայեն դու Ռոբերտ Քոչարյանի դու Ղարաբաղը եկան վատ տեղ որ գյումրեցի գումար մտի վճարելով չես դարձել դու այդ կանը Պետք է հարգենք բոլորին մի րոպե լսեք ես իմ անազգանք լսեք դուք մի րոպե խոսացիք ճիշտ է ասացիք ինչ ուզում եք ճիշտ է հիմա իր մի րոպեն է մի ընդհատեք հարգեք բոլորին բայց սուտ է խոսում Պարոն Մխիթարյան, այսինքն կարող է սուտ խոսել իր մի րոպեն կարող է սուտ խոսել ինչ ուզի իր մի րոպե կարող ասի հասկացա դուք ստորագրել եք հարգելու Պրագայում բոլորին իր իշխանությունը ճանաչել է հայրեն ինքը չի լսել որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս ապրեք Դուք լսել եք պարոն Ասեցիք Պարոն Ղազարյան ասեցիք ես շատ բան եմ լսել Դուք ասեցիք դուք հիմա լսեք ուշադիր Պարոն ես վերջի անգամ ասում եմ չեմ ասում Վերջինը ուլտիմատումներով մի խոսեք ես ուլտիմատում ես խնդրում եմ ձեզ հարգեք դիմացիներին Ես խնդրում եմ կպատասխանեք իմ հարցին հարգեք ոչ ես ձեր հարցին չեմ դուք կարող եք գալ ինձ հյուր չեկաք Ես կպատասխանեմ։ Փաշինյան Նիկոլը լսել եք որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դու լսել ես որ Գյումրիը Դուք լսել եք որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ամենավատ տեղն էր։ Մարոնայք Լրություն հայրենիք ես ճանաչել։ Արցախի բազմական Անջատեք միկրոֆոնը։ Անբական չէ սուրբ հայրենիք Անջատում եք միկրոֆոնը։ Կարող ես Սուրբ հայրենիք ես ճանաչել։ Որը քո ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Որը քո ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Որը քո ղեկավարի հանդեպ Բամինասյան չեք կարող խոսել, խնդրում եմ լրեք հարգեք գյումրեցիներին մի խոսեք Այմար գյումրեցիներին մի Պարոն Մխիթարյան կամ ենք հարգում Չարժեկանք կամ չենք անում շարունակում Ինչը չեք շարունակում Հարգում ենք չեք հասկանում ինչ եմ խոսում Խոսափողս միացած է Չէ անջատած է Չէ դե միացել եք Մխիթարյան ինձ Ես նայեք մենակ դուք չպետք է խոսեք Բա մենակ դուք պիտի խոսակ Չէ բայց միացել եք Ձեր միկրոֆոնը միացրած է Եթե հարգում եք մնացածին շարունակում ենք Մնացածին հարգում եմ Ուրեմն տեսեք չենք խախտում ֆորմատը բարձա Դուք ձեր մի րոպեն խոսացիք Ինքը պետք է մի րոպեն խոսա ուրիշ ձեր չի լինելու Շարունակեք Սուտ խոսեց էլի ընդհատելու է Ուզենա սուտ խոսակ Չէ Հայաստանի Հանրապետության դա խոսած է խոսվել Սուտ խոսեց Դուք հիմա այս ժամանակը ծախսեցիք ես Տիկին Դանիելյան ձեր խաթր հարց չկա Վերջ Դուք ձեր արձագանքի հնարավորությունը կունենաք եւ հարց տալու հնարավորությունը Հիմա խնդրում եմ չխանգարեք իրար Ուրեմն այս մարդը հարգելի գյումրեցիներ Վերականգնեք պարոն Մինասյանի ժամանակը խնդրում եմ Ես նախ ներողություն եմ խնդրում գյումրեցիներից, որովհետև գյումրեցիները այսօր անհամբեր սպասում են, որ մենք ներկայացնենք Գյումրու խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումները, ծրագրերը, Արցախի հետ կապված գյումրեցիները հստակ հիշում են եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մարդիկ գումար էին հայտայտում վճարեին, որ Լեռնային Ղարաբաղ իրանց երեխաները չընկնեին, այլ ծառայեն Հայաստանի Հանրապետության գոնե ներսում Սա փաստ է, սա բոլոր գյումրեցիները գիտեն, ում երեխան ընկել է ժամկետային ծառայության ընթացքում տեղափոխել են Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, այդ մարդիկ իրենց դժբախտ են համարել։ Հիմա եկել եք գյումրեցիներին ուզում եք հակառակը ապացուցել։ Ես չեմ ուզի շեղվեմ մեր օրակարգից, իմ համար Գյումրու խնդիրները այս պահին կարևորագույնն են։ Մարտի 30-ին գյումրեցին կատարելու է իր ընտրությունը Մարտի 30-ին չի գնալու
Պրագա, Մրագա, Դոնբաս, Պուտին, Թրամփ, այս աշխարհակաղակական process-ների հետ ընդհանրապես Գյումրեցին կապ չունի, Գյումրեցին իր վստահ գիտագից քվեն տալու է։ Շնորհակալ եմ, նաև ներողություն եմ խնդրում մեր հարգարժան հեռուստադիտողից մի փոքր թեմայից դուրս Բանաբեջի համար, իմ համար Պարոն Սիմոնյան, խնդրում։ Պարոնակ, ես լավ կարող եմ վատ եմ ասում։ Դուք ստորագրել եք, հարգեք ձեր ստորագրությունը։ Որ պատկաստ մարդիկ նայում են, քաղաքը նայում է ձեզ։ Հա, թողնա ինչ կսեք։ Այն կսեք, որ հարգանքով եք միմյանց նկատմամբ։ Հիմա Բանաբեջի